Հրապարակ թերթը գրում է 3 հպականները վստահաբար մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված Ուժեղ Հայաստան կուսակցության 2 կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրև ընտրակաշառք բաժանող։ Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծ ու բարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել Ուժեղ Հայաստանին չգրանցելու համար։ Գրում է թերթը։ Փասթերթը գրում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Ըստ այդմ քաղաքական ուժերը ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար պետք է համագումարներ անեն։ Վաղը կկայանա 5165 ազգային պահպանողական շարժում կուսակցության համագումարը։ Ապրիլի 18-ին Հայաստանի կանաչների, Հայ ազգային կոնգրես, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, ազգային ինքնորոշում միավորում, Լուսավոր Հայաստան եւ բոլորին դեմ են կուսակցությունների համագումարը։ Ապրիլի 19-ին համահայկական ճակատ, քրիստոնյա ժողովրդավարական, ապրելու երկիր, միասնական ազգային սահմանադրական կուսակցությունների համագումարը։ Ապրիլի 20-ին Հանրապետություն, ՍԻՄ, արժանապատիվ ուղի կուսակցությունների, ապրիլի 21-ին ազգային առաջընթաց, Հայաստանի ժողովրդական կոմունիստական, Ուժեղ Հայաստան, միավորված հայեր, նոր դարաշրջան կուսակցությունների համագումարը։ Ապրիլի 22-ին ազգային ժողովրդավարական Բևեր, Շանթ դաշինք ազգայնական, Հայ կուսակցությունների համագումարը, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը ապրիլի 23-ին ազգային զարգացման գործընթաց եւ Երկիր Ծիրանի կուսակցությունների համագումարները։ Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին եւ կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր է մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որտեղ ուշագրավ դրվագ կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին։ Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խորը խնդիր։ Պետությանից պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7.9 միլիարդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 միլիոն դրամ, այսինքն մոտ 11.3%, մնացածը գրեթե 88.7%-ը դեռ չի վերականգնվել։ Եթե կոռուպցիայի դեմ պայքարը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ պետբյուջե վերադարձված գումարներով, ապա 2025 թվականի արդյունքները դժվար է արդյունավետ անվանել։ Միլիարդավոր դրամների վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը մոտ 11.3%։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է 2025 թվականի հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց։ Երևանից ժամանածները ծանոթացել էին նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ գումար։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի դեկտեմբերին։ Իսկ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը կրկին Կիրանց էր մեկնել։ Քաղաքացիների 50 հոգանոց խումբ էր էքսկուրսիա տարել, նաև ծանոթացրել եկեղեցու վերականգնման աշխատանքներին, իսկ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ բառացիորեն ասում է. «Գարնանը Սուրբ Զատիկի առիթով երևի արդեն պատրաստ կլինի»։ Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ։ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված են, եկեղեցու վերաօծումն էլ դեռ չի կատարվել։ Գրում է թերթը։